Ուզում ես իմանալ հեծը ոնց է տարիներ շարունակ թալանել քեզ, հենց քեզ։ Հիմա կներկայացնեմ։ Դու ամեն ամիս աշխատել ես, հոսանքիդ վարձը եկել է, շատ դեպքերում հավելագրումներով սիրուն տարել ես այդ գումարը վճարել ես, որպեսզի հեծը շարունակի իր գործունեությունը։ Հեծն էլ դե մեծ ընկերություն է, ունի մեծ ավտոտեխնիկա եւ այդ ավտոտեխնիկային անհրաժեշտ է ավտոպարկ, ավտոկայանատեղի։ Ու հեծը ունի քանաքեռ Զեյթունում իրեն պատկանող շատ լավ տարածքում շատ մեծ ավտոկայանատեղի, բայց հեծը որոշել է, որ այդ ավտոկայանատեղին պետք է ամսական ընդամենը 126,000 դրամով վարձակալության տա Թաշիր գրուպի հետ փոխկապակցված ինչ-որ մի անձի։ Դե որոշել է, ինչը շուկայականից շատ էժան գին է իհարկե 126,000-ը, բայց ինչևէ, սա դեռ մի կողմն է։ Ու որոշել է, որ իր տեխնիկայի համար պիտի Մալացիա Սեբաստիայի ինչ-որ մի հատ բակային վատ տարածքում վարձակալի ավտոկայանատեղի, գուշակի ինչքանով 12.7 միլիոն դրամով ամսական։ Այսինքն, ինչ է անում, իրան պատկանող տարածքը 126,000 դրամով վարձով է տալիս Տաշիրի մերձավորներից մեկին, ու Տաշիրի մերձավորներից մեկից վարձով է վերցնում նույնատիպ մի հատ տարածք 12.7 միլիոնով, տարեկան 140 միլիոն դրամով։ Բնականաբար, մենք այդ քո գրպանը մտած ձեռքը հանելու շպրտել ենք դուրս ու ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ այս երկու պայմանագրերն խզվել են ու քո վճարած հոսանքի փողերից այսուհետ կխնայվի 140 միլիոն դրամ։